Կեղծ վարկեր, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն, մի խումբ քաղաքացիներ շարունակում են պայքարել զեղծարարությունների դեմ, ու թեև թիրախում 3 բանկ են կենտրոնացրել, ID բանկը, Ինեկո բանկն ու Արտշին բանկը, այս անգամ բողոքի ակցիան ID բանկի գլխամասի մոտ է, պահանջում են հարցին անհապաղ լուծում տալ, անվտանգային այլընտրանքային տարբերակներ մտածել։ Քաղաքացիներից մի քանիսին, այո, եկել են SMS-ներ, քաղաքացիները ինչ որ այդ SMS-ների եկած կոդերը ծուղակում հայտնված քաղաքացին, եթե 4 թիվ է փոխանցում, եթե 6 թիվ է փոխանցում կամ քանի թիվ է փոխանցում, սա չի նշանակում, որ ինքը ընդհանրապես տվել է անձնագրային տվյալ կամ իր ստորագրությունը եւ թույլ է տվել։ Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը նշում է, որ բանկերի բաց թողումների խոցելիության պատճառով քաղաքացիները չպետք է ֆինանսական վնասներ կրեն։ Քաղաքացիների նույնականացումը Քաղաքացիների հարցերին պատասխանելու եկած ID բանկի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը մինչդեռ հակադարձում է։ Զեղծարարությունների ցավոք սրտի զոհ են դառնում այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական տվյալները տրամադրում են երրորդ անձանց։ Նման բան չկա։ Ես թույլ տվեք ես շարունակեմ, երբ որ քաղաքացին տեսնում է 20,000 դրամանոց օրինակ բոնուսի կամ հարցմանը մասնակցելու արդյունքում 20,000 դրամ շահելու կամ ստանալու գովազդ, անցնում է հղումով, լրացնում է իր բոլոր մուտքային տվյալները, այն է։ Նման բան չկա։ Նման բան չկա։ Թողնեք պարզաբանում, դա մեր նյութի համար մեզ պետք է դա։ Այն է, քաղաքացին մուտքագրում է իր հավելվածի, գաղտնաբառը, PIN կոդը, ստացած նույնականացման կոդը, որովհետև երբ տեղի է ունենում սարքի փոփոխություն, երբ որ այլ սարքից զեղծարարը մուտք է գործում, քաղաքացին ստանում է նույնականացման կոդ, եւ այդ նույնականացման կոդը հաճախորդը մուտքագրում է նույն հղման մեջ։ Տաթևիկ Վարդևանյանը նշում է, բանկից տվյալների որևէ արտահոսք բացառված է։ Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները չեն ընդունում, որ իրենք կոդ են մուտքագրել, բայց երբ բանկում ապացուցվում է, քաղաքացիներին այլ ելք չի մնում ընդունել իրենց մեղավորությունը։ ID բանկի ներկայացուցիչը վստահեցնում է, ցանկացած դեպք լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Եթե քաղաքացիները հայտնվում են ծուղակում ինչ-որ հղումների անցնելով, այն էլ այդ հղումները չափից շատ նման են եւ շփոթացնող տվյալ բանկերի պաշտոնական կայքերի կամ գովազդների հետ, այսինքն ծուղակում հայտնված քաղաքացուն չպետք է մեղադրենք, հեսա ID բանկ։ Ռեմզի Կայիսլի անունը Ուրեմն քաղաքացին պարտավոր չի ունենա այդքան գիտելիքներ։ ID բանկից քաղաքացիներին հիշեցնում են, բանկի ցանկացած հաճախորդ պարտավոր է տարբերակել իրական կայքեջը կեղծից։ Ավելին պարբերաբար ընդ որում տարբեր եղանակներով իրազեկում են զեղծարարությունների մասին, խարդախությունների զոհ չդառնալու համար հորդորում չանցնել անծանոթ հղումներով։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կիբեր հանցագործության մասին առհասարակ խոսք գնալ չի կարող, որովհետև կիբեր հանցագործություն կոչվում է այն հանցագործությունը, երբ տվյալները կորզվում են բանկի համակարգից։ Տվյալները տվյալ դեպքում տրամադրվում են բացառապես քաղաքացիների կողմից։ Զեղծարարների հնարավորությունները իսպառ վերացնելու պայքարը ID բանկում շարունակվում է, բանկից վստահեցնում են, գործի են դնելու հնարավոր բոլոր միջոցները նման դեպքերը բացառելու համար, միևնույն ժամանակ քաղաքացիներին հորդորում չհրապուրվել գոյություն չունեցող բոնուսներով, լինել զգոն եւ երրորդ անձի չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։